Երկար ժամանակ ես չէի եղել եթերում եւ այսօր ինձ ընձեռնվել է հնարավորություն զրույց ունենալու իրավունք եւ պահանջատիրություն հաղորդաշարի շրջանակներում Լոս Անջելեսի համայնքում մեծ ճանաչում ունեցող վիրաբույժ Դոկտոր Մարտիրոս Միրանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրանյան, ինչպե՞ս եք։ Բարքասություն, լավ եմ, Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար։ Այսօր մենք զրույց ենք ունենալու մի շատ հետաքրքրական թեմայի շուրջ, ինչպես է Հայաստանի Հանրապետության կառավարությունում որոշում կայացվել ակադեմիական քաղաքի մասին եւ դուք շատ անհանգստացած եք այս թեմայի պատճառով։ Մենք երկար զրույցներ ենք ունեցել մեր եւ ժողովներում եւ հավաքներում եւ կուզենայի ձեզ հարցնել ինչն է որ ձեզ անհանգստացնում է ակադեմիական քաղաքի գաղափարը։ Ակադեմիական գաղափարը շատ հոյակապուցկական գաղափար է, բայց այդ անցիկը որ կփորձեն անել ամբողջովին գեղձիկ է եւ ինձ համար հասը շատ հուզող հարց է եւ մասերով դիպաշնում առաջին նպատակը որ դնեն քաղաքամեջի ակերտիկ հին շենքերը կանթել է եւ այդ ասենք պատմական հուշարձանները ես եղել եմ Հայաստան երկու անգամ եւ տեսել եմ այդ շենքերը ինչ գեղեցիկ շենքեր որ շինված են 50-100 տարի առաջ adonk կպատկանին մեր մշակույթի մեր անցյալին մեր ճարտարապետության ժառանգությունն է կանթել Ամերիկայի մեջ եթե անակ տեղ մնա գսեն historical monument Ador նույնիսկ փամը չես կնարնել, չես կնար թփնալ, չես կնար փոխել։ Բայց ինչու են քանդում։ Գուցե տեղափոխում են, բայց շենքն են պահում ուրիշ նպատակով։ Նպատակը հետևյալն է, նպատակը քանդել այդ շենքերը եւ վստահ եմ լսեցիք, քանի ամիսներ առաջ Մխիթարհերացի բժշկական էլեկտրոնը բիդի ծախվեր օլիգարխիմը եւ անոնք ինչ բիդնեն այդ օլի շենքերը, բիդի քաղաքի մեջ շենքեր բիդի փլեն Շինեն փարսատ երկնաստրատ շենքեր, բնակչության շենքեր, կետնահարգը միտենեն կազինոներ եւ հանրային դեղեր, որ մարդիկ սպահեն։ Պարոն Միրանյան, կարծում եք, որ Մխիթարհերացու շենքը իրան քանդեն։ Ես չեմ կարծում, դրանք այդ իրավունքը կունենան։ Մարդիկ որ բիդի քնե ինչ բիդենե օլիգարխը, օլիգարխը ասկություն ունի։ Օլիգարխը ինչի մասին մտածե միայն Մխիթարհերացի շենքը բոլոր շենքերը պետք է պետական հովանավորության տակ մնան։ Եթե պետություն ունենանք, գնե պետական հովանավորություն, բայց դժբախտաբար պետություն չունենք եւ գտեսնենք ամեն ինչ կքանդվի։ Փամը վերջին 7 տարվա տասկիտ չի նորոգվել։ Ես օրին կհետևեմ ինչ կբադայ Հայաստանի մեջ եւ ցավալի վիճակ է։ Ամեն ինչ կքանդվի, որևէ բան չէ շինված վերջին օրը ընթացքին։ Եվ ասեմ սերունդիներ Հիմա գսեն ինքը նստած է գլանդել Լոս Անջելես Կալիֆոռնիա գխոսի մեծ աշխարհը բզիկ է հիմա հուզող հարցեր են ասոնք երբեմն շատ ավելի ներողություն իրենք միշտ ուզում են տարանջատել սփյուռքը հայրենիքից Սփյուռքի ժողովրդի ձայնը չեն ուզում հաշվի առնել ուրեմն սենցեսի երբեմն հերվեն տիդելով ավելի ճշգրիտ կդեսնես ավելի հստակ կդեսնես ֆամը քան թե մեջը լալով ուրեմն շարունակեմ այդ շենքերը որ բիդի Plan, երկնասած շենքեր բիտ շինեն, ով բիդի փնագա շենքերու մեջ, չլսեցինք 300 ազգերի բիդի կա, այդ ազգերը բիդի այդ շենքերու մեջ փնագին, անոնք քյուղերը բիդի չերտան, քաղաքի մեջ բիդի փնագին, եւ ասեմ ցեզի, ծյուրի բիտ փնագին, բերությունը վարկ բիդի դա բանկերուն, եւ ասոք բիտ նստին, Հայաստանի կառավարությունը, եթե թուրքերը ինչ բիդեն Հայաստանի մեջ, կարուքանտ բիդեն Բիդի փռնապարեն, գիներուն աղջի բիդի փռնապարեն եւ ոստիկանությունը ինչ բիդի գնանել, շատ լավ լսեցիք, որ Ալիևը ինչ ասավ, բիդի գրկեմ 300,000 մարդիկ, դերս 30,000 հետ զինվոր գրկե, որպես անոնց պաշտպան է։ Դե շատ հետաքրքիր փափուկ ուժի միջոցով հայրենազրկեն Հայաստանի Հանրապետության եւ ժողովուրդը որ այդ շենքը բիդի իր հարգերով բիդ վճարա այդ շենքերու ծախսը բնակություն եւ ազգային բիդի բնակեն ծերի այդ 300,000 մարդիկ որ բնակեն այդ շենքերու մեջ ուրեմն ասի շատ մեծ հուսող հարց է հիմա երկրորդ հարցը որ ինձ ավելի կողուս է այդ հետեւյալն է Մարգարիտա ուրեմն ինչ է
ուրեմն այդ շենքերը պիտի փլեն։ Միջև ասպես կոստված ակադեմիական քաղաք սարքերը դերս 10 տարի դեպ է։ Ան բարմանուհին, որ երկրորդական վարժարան ավարտած է 17-18 տարեկան։ Գուցե համալսարան երթալ։ Ուր պիտի երթա։ Չկա համալսարան։ Համալսարանը քանդված է։ Նորը չկա։ Գսարքվի գոր։ Մարդիկ իրենք քանդում են առանց սարքելու։ 10-15 տարի կառնե սարքելը։ Այդ մարդը որ պիտի քնա այդ շենքը, նույն օրը պիտի քանթե 10 գարի մեջ այդ շենք քանթելը, այդ 10-15 տարվա ընթացքին այդ երիտասարդը ինչ պիտի։ Դոկտոր ջան, մեր հայրենիքը ղեկավարվում է դրսից։ Ադի շատ հստակ է անիշնաբե չել ասադի իմանալու համար։ Շարունակեմ, ուրեմն 10-20 տարեկան 18 տարեկան բարմանուհին ինչ պիտի, եթե բարի մեկն է դունը պիտի նստի, հերոստատես պիտի դե եւ գլուխը պիտի դապկե, ինչպես કે frying brain, ուղեղներն են լվալում կամ դապկել, ուղղակի fry գսենակները, դապկել բառն է։ Ու կամ Թուրքերը ջամփաները մի չորչա Թրամփ չունի ինչ պիտի կողություն պիտի ավազակություն պիտի ալկոհոլ պիտի կորզածե դմրացուցիչներ պիտի կորզածե եւ անփարայություն պիտի դուք ես որպես բժիշկ լավ գիտեմ այն անձը որ բռնված է տրամարության ամեն ինչ կնե թեղը առնելու համար ամեն օր այդ թեղը պիտի առնե դեռ մարմինը ծախե դղա աղջիկ մարմինի մի ծախե Եվ որովհետեւ կարողանան այդտեղ արել, գտեսենք այստեղ Ամերիկայի մեջ ինչ անոց վիճակը, ուրեմն վիճակը շատ քեշ պիտելա։ Եվ ինչ պիտի մենք 10-15 տարի ոչ պիտենա քիդական մարդիկ, ոչ ակադեմիկոսներ, ոչ մաթեմատիկոսներ, ոչ բժիշկներ, ոչ տղամարդներ։ Բայց ասում են կրթությունը արդիական է։ Արդիական խոսքով արդիական է, խոսքով ապուր գեփի։ Ինչ արդիական է։ Ես շատ լավ գիտեմ բժշկություն ինչ է։ Եվ ինչ պիտի լանք, մենք պիտի երթանք ֆեդերալական բորձորդական սիստեմին։ Եվ շատ լավ գիտենք։ Այսինքն պրոգրես ապրելու փոխարեն մենք ռեգրես ենք ապրում։ Պիտի փապակեր Մարգարետուն, որ քեզի բժշկություն ունեմ 1950-ական թվականներում ինչպես կնեինք։ Այո։ Մենք պիտի մուտի մեջ մնանք։ Սիրելիներ, ադի շատ լավ իմացեք, սիրելի հայաստանցիներ, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, եթե 18-19 տարեկան աղջիկը դղան դպրոց չերթա, համալսարան չերթա, ինչ պիտի դառնանք, կոչվոր պիտի դառնանք, հովիվ պիտի դառնանք, ես հովիվները գսին են, պլանավորել են, անում են։ Հովիվները 1-2% են, բայց 90% հովիվ պիտի դառնան, կամ ինչ պիտի մարդիկ կորց չունին, ավազակություն պիտի են, ոչակորցություն պիտի են, ամեն տեսակ չարիք պիտի են եւ ասմարտի օլիգարխները հանրային դեղերը պիտի շատցնեն եւ ինչ պիտան թուրքերը պիտի կան օմիսները պիտի կան եւ պիտի փանեն հայերը եւ մեր հայրենիքը պիտի վայելեն ոչ հայերը ոչ վայել չի ադիգա պիտի բղձեն պիտի բռնապարեն վայելել չի վայելել որ ասում եք տեղեր են կառուցելու գալու են ռեստորաններում չգիտես վայելքի շրջաններում տեղերում իրենց հաճույքների համար իսկ մեր երեխաները մնան առանց կրթության առանց փարագանության ադի շատ լավ իմացեք շատ քեչ պիտի լավ վիճակը դուք չեք գիտեք ջորդական համակարգը պիտի լա ֆեդերալական համակարգը 500 տարի առաջ Եվ ինչ ենք անում։ Օլիգարխը դիլար անվոր հող ունի, եւ մենք ժողովուրդը դիլար ճորտ։ Դոկտոր ջան, դուք տեսակ կներեք ձեզ ընդհատում եմ։ Դուք տեսնում եք մենք 7 տարի հույսեր ենք կապում։ 7 տարի հեղափոխությունից հետո հա հույսեր կապեցինք, հետո հասկացանք ինչ է կատարում, որ առաջինից սկսած մինչև այսօր նույն մարդիկ են Եվ նույն գիծն են տանում, եւ նույն քայքայիչ աշխատանքն են տանում։ Գտանի դեպի անթունդ, մեկ բառ։ Գործանում ավելի քիչ։ Անթուտը մտնես, ալես չես կնար վերելել։ Այո։ Եթե բամը գործանես, կարողանաս շինել, բայց անթուտի մեջ մնաս, չես կնար բարձրանալ։ Ինչն է ելքը։ Ելքը պետք է ազատին աս ճիվաղեն, պետք է ազատին աս թուրքեն։ Աս մարդը գնե ինչ որ Ալիևը Էրդողանը գուզե։ Իսկապես Եվ հետաքրքրականը այն է, որ իրենք երբեք էլ չեն ուզենա ստորագրել ոչ մի պայմանագիր, չեն ստորագրելու, բայց մենք համառորեն զիջումների ենք գնում։ Ինչու՞։ Ինչու՞ պիտի ստորագրել, արդեն ուզածը կարն է, բայց ստորագրել ինչը, թուղթի կտորը մնա։ Այսօր այս պայմաններն է դնում համաձայնվում են, մյուս օրը փոխում է միտքը ուրիշ պայման է դնում համաձայնվում են։ Այն մյուս օրը միտքը փոխում է եւ այսպես ուր ենք մենք հասնելու։ Եթե ուրեմն պայման գտնեն մենք հագաթարցող չկա։
պայման գտնենք, պամետ գլորենք։ Ուրեմն որ լրես Բայց տեսնում եք ազգային ժողովում ինչ է կատարվում, խայտարակությունը։ Այդ խայտարակությունը, որ հարկատուների հաշվին գնացել ընդեղ նստել են, իրենց անձնական ամբիցիաներով իրենց հարցերն են լուծում եւ ամբողջ աշխարհին ցույց են տալիս իրենց մակարդակը, իսկ հայ ժողովուրդը նման պարլամենտ ունենալու ոնց ասեմ իրավունք չունեն։ Ես քանի մկադր դեսած եմ, ադի վարչապետ Կոչացյանին ռադը աներվագեմ է խեյտ մյունե, ես քանից սազ եմ, ասմարտը անկլերենք են պարանոյդ սկիզոֆրենիա։ Իրենք նախկին ներկա խաղալով բոլոր առողջ ուժերին հետ են պահում ընտրություններից հետ են պահում, որ ոչ մի նորմալ առողջ ուժ չմտնի խորհրդարան։ Նախկիններին մեղադրելով ներկաները, նախկինները ներկաներին մեղադրելով, ներկաները նախկիններին մեղադրելով իրար սենց պաստալով 7 տարի գլորել են, երկիրը կանգնացրել են անդունդի եզրին 5000 զոհերով, չգիտեմ 10000 վիրավորներով եւ Արցախը անփառունակ վախճան եւ հիմա էլ վտանգը Սյունիքի գլխին։ Որը բերություն չունենք, ասմարտը միակ որ զարգացուց ոստիկանություններ 35000-ին 40000 ոստիկան գասեն Երևանի մեջ։ Բայց զինվոր չի թողնում ավելանալ։ Եվ պաշտպանությունը 0։ Նյու Յորք քաղաքը 10 միլիոն բնակչություն ունի 35000-ին 40000 զին ոստիկան գա։ Ուրեմն 10 անգամ ավելի Հայաստանից 2 միլիոն, Երևանից 1 միլիոն է։ Այո, 20 անգամ ավելի ոստիկան գա։ Եվ ոստիկանը շատ ավելի բարձր կվճարվի, քան ուսուցիչը։ Եվ ովևէ մեկ ուսուցիչի ուղղակի խանգարեն ասկաբահման բաննյութի մասին խոսել է։ Եվ այդպես սպանում են մեր նաև մշակույթը, այդպես սպանում են նաև մեր ոչ մի տնտեսության նորմալ զարգացում, մենք չենք տեսնում ոչ գործան է կառուցում, ոչ ասենք պաշտպանական այսպես անօդաչու սարքերի գործան ունենանք, մեր անվտանգությունը ապահովող չունենք, մշակույթի խայտառակ վիճակ, այսպես համատարած այդ ադրբեջանական երաժշտության տարածումը համատարած այս առանց զենքի մեր երկիրը գրավում են ինչով մշակույթ չէ լեզվով մշակույթով ու մենք հիմա այս վիճակում ենք գտնվում ու սա կարծես թե երբեմն ես որ մտածում եմ ասում եմ միթե սա վերջն է Միթե մեր երկիրը էլ չի գոյություն ունենալու որպես ազատ անկախ Հայաստան։ Ես այդ մտքից սարսափում եմ, պարոն։ Անգերձորեն ես խոստովանություն ունեմ քեզի, խոստովան եմ, որ մենք հայերս կսենք, մենք ասենք բաներն շատ անցած ենք, մեր մեջ դժվարություն ունեցած ենք։ Դրա համար 300,000 քառակուսի կիլոմետրից մնացել ենք 30,000։ Ինչ 30,000։ Էդ էլ են տանելու։ Ուրեմն գս շարունակեմ, ուրեմն մենք ասանք եղած ենք, ապրազենք, ես երևիներ Ես բժիշկ եմ, կհասկանամ մարդու հոգեկան գենթանի վիճակեն։ Դեղմ գուքավ այլևս չես կնար ապրիլ։ Ասենք, օքեյ, ացերքս կորսուցի գաբրին, ցախսերքս կորսի գաբրին, ոտքս կորսեմ գաբրին։ Ապրելու վրա հաշիվ կա։ Երեգամուկես մեկը կորսուցեմ գաբրին, լեաշիս կես գաբրին։ Բայց դեղմ գուքավ որ եւ որ ուղեղդ կորսուցնես կամ սիրտդ կորսուցնես, չես ապրի։ Իմ ամենամեծ մտավախությունը այդ է, որ արդյոք պիտի կա դեղմը Անդերն ենք, որ այլևս պիտի վերջանանք։ Անգերձորեն ես շատ հուզված եմ, մտահոգված եմ, որով եւ չեմ ուզել մարդոց ասել, որ «Էй գաբրիկ, ասիկա դժվար է, աստեղեն մեջտեղեն գելենք, ասա գանցի»։ Պիտի անցնենք կրծածից շուտ։ Մեզ պետք է մեկ, պարոն Միրանյան, մեզ պետք է մի նոր Սարդարաբադ, չէ։ Ամեն օր Սարդարաբադ պետք է, ոչ թե մի հատ նոր Սարդարաբադ։ Սարդար, մարդիկ պետք է Սարդարաբադը ես ուսումնասիրած եմ։ Այո։ Եվ իսկապես Սարդարաբադն էր, որ մեզ փրկեց, Թուրքիա գավ, այո, բայց հիմա փոխանակ Սարդարաբադի դեր շատ լավ գիտեն, որ զենքով չեն գնար, ուրեմն մշակույթով ամեն ցևով պիտի գործանեն, ուղեղով պիտի գործանեն, գրթականը, ուղեղի լվացումը, ամեն գիտեն թուրքերը լսեցի վերջին քարե մեկը, լավ մարդիկ են,
Սիրելիներ, մեր Էլ հարևանները լավ մարդիկ էին ապրում են, էլ էս կան զոհերն ինչի համար էր որ տենց էր։ մեր Եթե հարևանները լավն էին։ ֆրանսիացի, բելգիկացիներ չեն։ Մեր հարևաններուն եթե ուսումնասիրեք այդ կենցաղը, լա թուրքը, լա ռուսը, որոնք կապրին ուրիշին բնաճնչելով, իրենք ոչինչ Որտեվ կայսրության իրենք մարդ։ ոչինչ չեն ստեղծել։ Ուրեմն չենք կրնար մենք, ես մամություն սերտած եմ, չենք կրնար մենք Թուրքին վստահել։ Ես Շահաննաթալին քիրքի մեջ գրված է 1909 թվականին թուրքերը ժողով կմարեցին եւ իրենց նպատակներ Հայաստանը ոչնչացնել եւ այսօր 100 տարին անցած է նույնը հետապնդեն աս բնաճնչումը կշարունակվի իրենց գոլձերագերբն է իրենց մտահայացն է որ Հայաստան վերանա ես 3-4 օրը քարտեզ մտեսա որ Թուրքիա գսե ուրեմն գսկսի Եվրոպայեն ամբողջ Հայաստանի մեջը Գերտամիջը հեռավոր Ադի թուրքական ծրագիրն է Այո։ ադուշ ծրագիր ասի Թուրքիա Թուրքմենստան չեմսե ոչ Ղազախստան ուրեմն մեջի ներառյալ Կիպրոսը ամբողջովին ներառյալ Սուրիա հյուսիսային մասը եւ մայր մասը Իրանեն եւ ասի իրենք դպրոցների մեջ ասի կստորվեցնեն Հայաստան գոյություն չունի եւ դժբախտաբար ներկա կառավարությունը թուրքամետ կառավարությունը ռուսամետ կառավարությունը գետաբնի ասկայլերը ասոնք ուրդեղեն եկան չեմ հասկան 15-20 տարի պատրաստած են ասոնց եւ թավաջաններ են բոլորն Հիմա մեր ելքը ո՞րն է, պարոն Միրանյան։ Դու գսիկ Սարդարապատ պետք է, Բորդքուն պետք է, չէ՞ վերջացալ, կվեր պիտի վերջանանք, ասես չեն կնալ շարունակել։ Երևան գերտած ինչ ավոր տուրիստը գերտա առանց հասկանալու, գերտա ինչ ավոր երկիր է, գբարեն գոր, գնեն գոր։ Մնա դենց աղվորը, բայց կմնա այսպես։ Ռեստորաններով, բարերով երկիր չի գարուցի, սիրելի։ Այո։ Այո։ $4-5 դալով մեկ սուրճ խմելով երկիր չի գարուցի։ Բամդացեք 30-35%-ը Հայաստանի ժողովրդին աղքատության մեջ կապրի։ Դժվարին պայմանների մեջ կապրի։ Հետո տուրիստը գնում է այդ կենտրոնական մասը եւ հիմնականում փոքր կենտրոնը, իսկ հետո հələ փորձեք այդ կենտրոնից դուրս գալ ու գնալ մյուս Ես արիվ ունեցած եմ որ Հայաստան կացի եւ անգամ վիճակ։ Ուրեմն կացի Հայաստան քյուրեր այցելեցի Սին թորս քյուր բիդերտասուն մեգա գա դրամը աշմանտամը ասե անոր աստերեն մեգա նվրատուն գխրգեր ջամփան գամար ջամփան խորտ փորտ ջամփա քյուր կասիկ ջամփա չգար անգերզորեն առաջին անգամ յանքիս մեջ տեսա աստարգավակ տրիկները որ տրածային թուրսը ես չէի տեսած յանքիս մեջ աթարները հա որ վառելիք են պատրաստում այո կան դժբախտ վիճակ ես չէի տեսած անգերզորեն շատ հուզիչ էր ինձ համար եւ իսկապես չէի գնալ Երևան 21-րդ տարուն հանդիսի վիճակի մեջ մարդ ամրի աղքատություն կա եւ պետություն չկա մարդիկ ինչպես էստի ասկային ախորում նստած հակված շտկված իրավրետ սուտ բաներ գեղձիկներ մեկը մյուսին հարյանքներ ու այդ գյուղացու քաղաքացու հարկերով գնացել ընդեղ նստել ու հարյանք եւ գրգես կսարքեն եւ փաշեն սվածը ինչ անգոր գողորտից կսեղմեմ ադի ինչ է սերը ոյը վարչապետը կսե գողորտը սեղմեմ իսին անգար չեմ ասենք բաներ ես չեմ լսերեք մակրոնանակ բանասե TV-ը ժողովուրդը անգարելի է եւ ասեցի գրգեսային հապաներ եւ հարցերը ինչ են շեղում են ժողովուրդը հաջիշտ դեսեի հարցեր գշշապեն որ կապ չունի պետության պետք չունի վարչապետադոր մասին խոսելու դերս դորսի դնորեմ խոսի ատլիկի մասին ինչպես մանգաբարձ սարքեն կամ ասֆալտ տնեն ատնեն Սիրեներ 7 տարի է ինչ տեսած ենք ոչ մի բան գոյուրը չեն մակրած ես նկարները տեսա գոյուրը ճուրը գուկա
Երևանը եղած է Օվգիանոս կամ մեկ Վենեդիկ ճուրը վերենգուկա փոխանակ գողին երթալու դուրս գելը այդ ճուրը որ մալարիան գիտեք ինչպես կսկսի այդ աղդով կսկսի Իհարկե, ասում եմ չէ։ այդ վիճակը շատ ծանր է շատ քեշ է եւ ինչպես արի չεντար որ լավ կադրերը երբ խելացի մարդիկ երգիր պաշտպանեն երգիր կառավարեն եւ Իրանց ամբողջ նպատակն եղել է սփյուռքը կտրել հայրենիքից, ընտրության իրավունքից, մասնակցությունից, իրանք մենակ ասում են փողը տվեք, պատերազմի ժամանակ էլ չեք հիշում։ Դուք ասել փողեր ղրգես ինչ է Աննա Հակոբյանը դրավ իր բանկայական փոխանցեց Ամերիկա Սիրելի հայրենակիցներ ուրեմն Սիրելի հայրենակիցներ մի հատ նորից հարց տանք դոկտորին այո այդ ակադեմիական քաղաքի վերաբերյալ ձեր դժգոհություններն ասեցիք բայց հիմա ուզում եմ իմանամ լուծման ճանապարհները ինչ կարծիք ունեք ինչ պետք է արվի որպես գիտության եւ ուսումի մարդ պետք է ամենակարևորը պետք է ուսումը իմ բարակայից եւ հաշվետվես բժիշկ է որ նույնիսկ աստարիկից ես ամեն օր դարձամ բժշկություն բացի հայերեն եւ պետք է մենք աշխարհի հետ Եվրոպայի հետ Ամերիկայի հետ կապ ունենանք պետք է անգլերեն լեզուն զորացնենք որովհետեւ կարողանանք գարթալ գիտությունը ուրեմն այսօր ֆրանսիացիները որ ամենաասկայնավոր ժողովուրդ եղած են իրենց բժշկական մեծ թերթերով քիրական թերթեր գտնեն անգլերենով ճապոնցիները անգլերենով չինացիները անգլերենով Թայվան անգլերեն որովհետեւ ամբողջ աշխարհը իմանա որովհետեւ անգլերեն լեզուն դարձած է ուզես կամ չուզես միջազգային լեզու դե Հայաստանում էլ են բեշ ուրախ շատ ուրախ եմ անգլիազորեն շատ մեր ժամանակ ես բժշկական ինստիտուտ եմ ավարտել ամբողջ գրականությունը ռուսերեն էր հայերեն մենակ դասախոսություններն էին կարդում Սիլվա Գաբուդյանը գիտեք այո սովետի ադեն եկավ դուրս դարձավ քաղաքները որ քնածացավ անգլերեն սորվեցեք որը միան ռուսերեն գիտեր նույնիսկ բանը չգրծավ ապսպել ճաշարանի մեջ ուրեմն պետք է զարգացնենք մեր քիրությունը պետք է ասենք բժշկի բարակային զարգանա որ բժշկը որ ավարտեց պետք է ամեն օր հետևի նորություններու հետ անգլիազորեն ես աստարիկից վերջին 2 տարիներուն նորությունները յետևին գացեմ հոյագապ նորություններ 21-րդ դարի բժշկություն որ ամբողջը պիտի փոխվի մեր մտածելակերպը պիտի փոխվի լա վիրաբուժական մարզի մեջ լա բժշկական մարզի մեջ լա anti-aging դերության թեմ բայկարելու ուղի հստակացման ադոտ գիտությունը բարեփոխտապար եւ որ ես ուսանող եմ 75-ական թվականին չէին գիտեր 2000 թվականին վերջ գիտանք ինչ է պատճառ օրինակ դու ինչու գզերանաս շատ լավ գիտեմ այսօր ինչու գզերանաս եւ գտնանք ադոր առաջ կառնել չեմ ասել քեզ ամահ բիրանեմ միլիոն տարի բիդաբրիս բայց կրնամ փոխանակ 80 տարի 90 տարի ապրելու 120-ի հասցնել եւ առողջ ապրիլ ադի որ պիտի զարգացնենք այդ հայ ժողովրդի համար Հայաստանի համար երազ է դոկտոր ջան հիմա մենք գոյութենական պայքարի առաջ ենք հարցում արդյոք ինչպես քիրություն այո ադիգա որ պետությունը ասենք բաներ պիտի զարգացնենք նախ դունենանք ազգային պետություն ազգային մտածողությամբ գաղափարախոսությամբ ու մենք հասկանանք թե մենք ինչ ենք ուզում աշխարհից ինչ ենք ուզում մեր տեղը որն է աշխարհում մեր դերը որն է աշխարհում այդ դա պետք է մենք իմանանք իսկ դրա համար պետք է ունենանք խելքը գլուխը կառավարություն խելքը գլուխը պրեզիդենտ խելքը գլուխը վարչապետ ջանս անգերձորեն ես ասած մասին երբեմն կգարտամ քբեականները որ պետություն կանտողներ գսեմ որ ասոնք Ինչ տեսակ մարդիկ են, որ մոլորակ են եկած են։ Ես մենակ 7 տարի պարլամենտում տեսել եմ անձնական հաշիվներ մաքրել, նախկին ներկա մեր գլուխը տարել է։ Հիմա մենք ասում ենք ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։
մենք պետք է ունենանք ազգային նորմալ կառավարություն, Այո, որ եւ մեր պաշտպանունակությունը բարձրացնեն, մեր անվտանգության մասին մտածեն, աշխարհում ինչ դաշնակիցներ ունենանք, որ մենք կարողանանք հավասարակշռություն պաշտպանել նման փոթորկուն ժամանակաշրջանում։ իմ կարծիքով միակ ուժը, ազգային ուժը, որ կա այսօր, ԱԺԲ-ն է։ Իհարկե ԱԺԲ-ն է։ Ղեկավարությամբ իր ղեկավարներով ես արիթ ունեցել եմ գարթալու Վարուժան Ավեսյանի քիրքը հայք Այո, հանճար է եթե Վարուժան Ավեսյանից մեկ ունենանք վարչապետ մենք կունենանք ինչ որ բայց մենք ունենք Վարուժան Ավետիսյանին բանդում, իսկ բոլոր թալանչի սրիկաները ազգային ժողովում իրար կոկորտ են կրծում։ այո եւ ես Իսկ մենք ունենք Վարուժան Ավետիսյանին ես անգերձորեն բանդում ունենք Ժիրայր Սեֆիլյանում օրը մեջ կանջում են հարցաքննության, չգիտեմ ինչի, հոկտեմբերի 27-ի հետ կապված եւ ընդհանրապես։ Ունենք հանճար Հարապապյան ունենք, ով փաստաթուղթը ճանապարհային քարտեզը հայ ժողովրդի ցույց է տվել։ Ոնց ենք մենք հասնելու մեր ազգային նպատակների իրականացմանը։ Ով է ուզում։ Հրեան 2000 տարի ամեն օր իրար հանդիպելով ասել է մյուս տարի Երուսաղեմում եւ առանց հայրենիք ունենալու դարձավ պետության տեր։ Իսկ մենք 300,000 քառակուսի կիլոմետրից ունենք այսօր մի տարածք, որ էլի հարցական է, կմնա մեզ թե չի մնա։ Անդիմի Մոնա Չուկասազյանը, որ ուղղակի միտք է, քիդական միտք է։ Այո։ Որ այդպիսի մարդիկ ունենանք բոլորը Վահե Կասպարյանը, Արա Պապյանը, ջահելների մեջ ինչ կադրեր ունենք մենք, Գևորգ Սապարյան, Վահագը Ավագյան։ Ուրեմն մենք եթե ասպիսի կառավարություն ունենանք, անշուշտ ուրիշ հազարավոր մարդիկ կան, որոնք պետք է կան պետություն գերդենք եւ սպիրկի գաբը զորացնենք սիրելիներ միանշանակ այսօր Էրդողանը միակ փորինցավը գիտեք ինչ է սպիրկն է այո գսե Փաշինօղլուին ամեն ինչ ըրե որպես սպիրկը հեռացնես եւ փորձես արավ հասնագետար մտորամ որ գերտա թուրքը լավ է ասե բարեկամություն ջանես բարեկամություն չլա մեկը որ գուկակեզի գսե ես սպանելու է գալիս սավկիտ պիտի բռնապարեմ այդ մարդը չուզում քո հետ բարեկամանա ոնց ես դու բարեկամանում հիմա մեկը եթե չուզում քո հետ բարեկամանա դու ոնց ես բարեկամանալու կբարեկամանաս քեզ կմորթի միայն կդառնան բարեկամ նման ազգերը երբ որ տեսնեն դու հզոր ես դու պաշտպանված ես եւ եթե սխալվեն մի հատ հարված հասցնեն 10 հատը ստանան այդ ժամանակ կլինի բարեկամ կդառնան եթե հասկանան որ իրանց մի հարվածի դեպքում 10 հարված պիտի ստանան բայց մենք ինչ արեցինք մենք 2200 քառակուսի կիլոմետր օքեյ հասանք թե պատերազմի ժամանակ կորցրեցինք բայց 8500 քառակուսին թե մի հատ ստորագրությունով տվեցիր Եվ որ պետք է տային մնացածն է տային այդ 5000 երեխուն օջախները չմարեին։ Նպատակը ադեր որ երդասարտները մերնին փոջանան։ Հիմա ուրիշ բան կա որ բդավախություն կա որ միտքս է որ գրնամ փաժնել ցեզի այդ քաղաքը որ իմ գարցկով դի չի սարքվի։ Եթե նույն սարքվի ագաթեմական քաղաքը 20-30,000 երդասարտներ պիտի մնան։ Եվ ալիևը գրնա մեկ ռումփով, մեկ հրթիռով ռմփագոձե ադիգա եւ 20-30,000 հոգի մեկ ռումփով մերցնե։ Երբ ադիագա որ պետք է մտածել չեմ կարծել բիզ սարքվի, եթե նույնիսկ եթե ալիևը դեռս սարքի ադամ քաղաքը եթե նման ծրագրեր ունեն պարոն Միրանյան օքեյ թող քննարկեն բայց քննարկեն երբ որ մեր պաշտպանունակությունն են բարձրացնում այո երբ որ ռազմական արդյունաբերություն մենք փոքր երկիր ենք մենք մեր երկրի ներսում արդյունաբերություն ունենանք երբ նորմալ դաշնակիցներ ունենանք երբ մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնեն թող սարքեն ակադեմիական իհարկե ոչ հին շենքերը քանդելով ոչ ուրիշ հսեմ ես ասես մեկ կամ երկու տարի առաջ 4-5 մարդիկ, որոնք խելացիներ էին, որոնք ռազմական սարքեր կսարքեին, հստակ օրենսավ մարդը, պետությունը մեզի թույլ չի դարձավ, որ սարքենք նոր դեսագի զենքեր։
Այո, որտեղ նման քաղաքականություն են վարում։ Ընկերություններուն դերերն են ըսողները։ Ես չեմ Այո, ինչու, որովհետև մեր երկիրը գաղութ է եւ գաղութատերը չի ուզում, որ մենք ունենանք նման արդյունաբերություն։ Եվ հետեւաբար մենք նորից ետեկանք Վարուժան Ավետիսյանի Հայք գրքին, որ պետք է մեր հայ պետության մեջ ուրիշ պետություն ղեկավարում է մեր պետությանը եւ այդ պորտալարն է պետք կտրել Ռուսաստանից եւ ընդհանրապես բոլոր օտարամոլներից։ Հիմա ռուսականը գտնենք, թուրքականը գա։ Ասմարտեն պետք է ազատենք։ Մեր համար ինչ տարբերություն ռուս թե թուրք։ Իրանք երկուսով միացել մեզ կործանում են։ Նույնն է։ Հիմա թուրքական սրից էս կոդորվել, թե ռուսական սապոգի տակ էս խեղդվել, նույնը չի։ Ուրեմն ադե որ ուզեցի, եթե դերս Ալիևը սարքե քաղաքը, որպեսզի կարողանա մեկ հարվածով 20-30 հազար երդասարտուհիներ մերցնել։ Եվ ուղղակի կուղեղը հիմա ասոնք պիտի սարքեն նպատակը ուղեղը մերցնել է Մարգարիտա։ Գտբահ մի Երևակայ ջանս տուն 17-18 տարեկան ես, երկրորդական ավարտեցիր, համալսարան չկա։ Ինչ պիտնես։ Ճամփաներ միտպդրիս։ Իհարկե։ Ուղղակի 10 տարի ապեջ երթա, վերջացած է։ Քոչվոր մի դլան, քոչվորներ ովքեր են։ Ոչ համալսարան ունի, ոչ կրթություն ունի։ Այո։ Ոչ խարարացենք, կովարացենք, ասենք անենք։ Եվ հուսանք չենք հասնելու այդ օրը։ Հուսանք չենք հասնելու, անգեղները շատ մտահոգ եմ, ասի որ դրա համար պայքարի մեջ են։ Ամերիկա պայքարի, ադորամ ասեմ, մեր պայքարը լոբինգին համար ասեմ նորեն։ Ես ուզում եի անդրադառնալ այդ հարցին, այո, որովհետև դա շատ կարևոր է, որ մեր պետության շահերը ներկայացվի արտասահմանում։ 30 տարի Հայաստանի կառավարությունը լոբինգ չի արած։ Վերջերս արդյունքան որ լոբինգ կա Ամերիկայի մեջ, ուրեմն ամսական $50,000 կոնտրակտ ստորագրած են տարեկան մեկ տարի $600,000, ասի որուն տրամն է, հարգանալու տրամն է, որովհետեւ Փաշինյանն ինքը կարողանա իր բայց ինչ ծրագիր են իրականացնում կոնկրետ, ինչ են կան հետաքրքիր։ Ես օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը իր կողմից լոբիստական աշխատանքներ անում է եւ մենք հստակ գիտենք, որ այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի կարևորագույն մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, բայց իրենք ինչ ծրագրով են առաջնորդում, ինչ են նախապատրաստում, ինչ են ուզում Հայաստանի համար։ Նախապատրաստելը Փաշինյանի վերնդությունը։ Երևի թե։ Այո, ուրիշ ինչ կրնալալ։ Փաշինյանը որ ինքը լավ է, ասե, որբեսի վերնդրվի նորեն թուրքերու միջոցով, ռուսերու միջոցով վարչապետ։ Եվ ուրիշ նպատակ չի, շարունակեն ինչ որ կողծած են։ Հիմա նկատի արեք, եթե ասկային պետությունը լա, առաջամիտ է որ դու որ ասենք տարեկան ամիսը $100-200 գշեցք, $1,000 գշեցք, ուրդեղն ասում 1 միլիոն ունիս։ Դե հələ 7 տարի է նայում են, էլի որ դիտուն են։ Եվ որ մեջտեղը բերեն, ետ կտանի, ետ կբերեն, անե որ գսեն, եւ որ գուզեն բանը լա, քեշը անե երկուքը նույնն են արդեն։ Եթե Քոչարյանը տարբերություն տեսնում է։ Ոչ։ Քոչարյանը եթե ուզեր, կամ մյուսներ ուզեին, գրնային մանդատը վարդնել եւ Փաշինյանը դիվերջանա։ Բայց չեն դնում։ Եվ ընդհանրակը, որ ադոր մասին խոսքը impeachment-ի խոսքը, չեն կնա, մենք պետք եղած մարտիկը չունենք, մենք եղած օրեք տեսնենք, ունի թե չունենք։ Ով ասել, չես կնար ասել, չեմ գրնարնել։ Մեր ժողովրդի մեջ շատ խելացի մարդիկ շատ կա։ Շատ։ Այնպես չի։ Պետք է մենք աճակցենք մեր փայվերի լոբիին անպայման։ Անի պետք է անգերզորեն շատ կարևոր է որ Սիրելի հայրենակիցներ, լոբիստական աշխատանքների համար մենք ակնկալում ենք ձեր օգնությունը, աշխատանքները հսկայական են տարվում, շատ մեծ ծրագրեր կան, որ առաջ է տարվում եւ մեր ժողովրդի աջակցության կարիք ունի բևեռը, ուստի հնարավորության սահմաններում բոլորիդ խնդրում ենք օգտակար լինեք եւ ձեր մասնակցություն ունենաք
կարծում եմ պաստառի վրա հեռախոսի համար է դրված, չէ՞, Լուսինե, հեռախոսա համար կա, այո։ Okay, ժողովուրդ ջան, այդ համարով զանգահարեք եւ եղեք օգտակար մեր լոբիստական աշխատանքներին։ Հուսա նշեմ, որ մենք վճարածը 1/10-ն է, ինչ որ Հայաստանի կառավարությունը կվճարի Այո, Ամերիկայի մեջ, բայց տարված աշխատանքները 10 անգամ ավելի է։ 10 անգամ ավելի են, Բայց այո։ աշխատանքն է կարևորը։ Հիմա ես լավ գիտեմ ատլոբիստներ ինչ կգնան անել։ Գտնան անել, գտնան չնել, գտնան խապել քեզ, բայց մենք ուղղակի մեջ ենք, մեր անցինքը մեջ են։ Այո, եւ իրենք գիտեն ինչ են անում։ Եվ եթե աստղի եթե վստահեն Վաշինգտոնի ամբասադորին, որ ոչինչ փամը չգիտե, փամը չկրնա անել։ Այո, շատ լավ գիտեն։ Պարոն Միրանյան, այ դուք երկար տարիներ արդեն այստեղ եք, իմը 25 տարի, բայց ձերը ավելի շատ, եւ ինչ կարծիք եք, եթե իրականում հայ հեղափոխական դաշնակցությունը, չգիտես, հայ օգնության, չգիտեմ, այդ բոլոր այդ աշխատանքները իրականում գնար այդ ուղղությամբ այդքան գումարները, դուք ինչ եք կարծում, մենք արդյունք չէինք ունենա։ Անգերզորեն Թանագը ոսկորին թրիկ, իսկապես ես տաշնակցական եղած եմ անցյալին, եւ տաշնակցական եղած եմ ոչ թե 12 տարեկանից, այլ փոքր ավարտել ես 3 տարի վերջ, դեռևս 27-28 տարեկանի, Orange County-ի մեջ Արմեն Գարուգոմիդ եմ։ Եվ իսկապես շատ ցավ գսկամ, քեշ գսկամ, ինչ որ տաշնակցականները գնեն այսօր Հայաստանի մեջ։ Այսօր միայն Հայաստանում մեջ եւ դուրս Միլիկամ Հայաստանի մեջ ամենակարևորը Հայաստանն է, ասենք հիմա Հայաստանի մեջ ինչ կնեն Քոչարիբես մեգումը որ ոչրակորձե գբաշխանեն որ շատ լավ գիտեն որ Արթուր Մկրտչյանը մեր ցուցած որ տաշնակցական է եւ մեր ցուցածը այն անձը որ Պրիվետ Ռոբոսած է եւ ուրիշներ անգարի ասենք ես անգերձորեն չեմ գնար հավատալ որ իմ սիրած ճաշտած գուսակցությունը ասպիսի բաներն է եւ Քոչարյանին գբաշխանեն ցավալի ինձ համար ամոթ կսկամ խոսողություն է եւ մինչդեռ դաշնակցությունը այնպիսի պոտենցիալ ուներ որ մենք շատ կարևորագույն մեր նպատակներին կհասնեինք եթե նման ձևով ես շատ լավ գիտեմ դաշնակցությունը շատ լավ գիտեմ կառավարությունը ասկային միացյալ ազատ անկախ Հայաստան ասկային եւ մարդիկ կգրվեին ասկության համար հայրենիքի համար այո հոս եկանք ես շատ օգնած եմ սկիզբը դարիներուն անգերձորեն միամիտ թարթ եղած էինք մենք որ Հայաստան անկախացավ այո շատ սկսական էինք emotional դասանքներն այո որ բայց 30 տարի դվինք եղանք կթանգով առանց հասնելուց ինչ եղավ ուրեմն գումաները որ դվինք դե դրանից հետո 30 տարի Արցախի ջամփան Հայաստանի Հանրապետություն տարեկան 500 միլիոն 300-400 միլիոն այո առանց որևէ հաշվետվության genocide առանց պահանջատիրության չես կնա ջանս լավ եղավ ես ջանցա որ ցեղասպանություն եղած է ադոր Երևանքը հերաբնթե նո չեն ներ զարմանալի է եւ իսկապես ես հիասթափված եմ մեկ խոսք եւ հիմա հետ կապ չունեմ այս կարծում եմ որ մենք ունենանք ազգային պետություն մեր իմացած ղեկավարներով իրենք անպայման հետամուտ են լինելու հենց հետամուտ են լինու այդ գաղափարներին եւ ուրիշ բան այդ կա որովհետեւ Վիլսոնի իրավարար վճռով գոնե Վիլսոնի իրավարար վճռով ես 12 տարեկանից գիտեի Վիլսոնի իրավարար վճիռը 12 տարեկանից Հայաստանում հայերը ծաղրում են Վիլսոնի իրավարար վճիռը ադա գզարմանավ դու ինչպես կլա փամ ունենաս շենք ունենաս դու ունենաս ինքնաշարժ ունենաս մեկը գաս եւ ծաղրես ասի մշ չէ իսկապես ես չեմ գնար ուղիս մեջ մտնել այդպիսի քաղաքական ուրիշ փոխոստություն եմ դա է brainwash-ը հա ուրիշ լոբոնեմ որ ես որ դեսա բادرազմ եմ վերջ որ մեծ շոկ ունեցա depression ընկճում ունեցա
Եվ որ արիտ ունեցա դեսնելու թղթիկը, որ ԱԺԲ-ն աշխարհորձապետերը կրած է, եթե վգարտացի ինչ է ծրագիր գանունակիրը, անգերզորեն, ասիսի ես որ գարտացած եմ թաշնակցական ծրագիր գանունակին, կրնամսել 90% նույնն է, կան ֆոտոկոպին է, օրինակն է, Այո։ նույնն է, Գտնագորմը փերել է պարոն Վիլար Սեֆիլյանն էլ է եղել գիտեմ, դաշնակցության եւ նույնն է, դաշնակցության սխալ քաղաքականության ղեկավարները, բայց որ բացկը ուրիշ բաներ լսած են, որ ինչպես KGB-ն մտած է մեջը ղեկավարներում մեջ, ոչ թե շարքային Այդ է բարձրագույն մարմնի, դրա համար էլ մինչև հիմա պահանջատիրության հարցը առաջ չի քաշվում։ Ես քանի անգամ եւ ANC-ին լույս բանի մեջ եմ, գրեմ ինձ, ես ադիկա գրեմ իրենց, ինձ լոլոգը գարտան։ Եվ ժամանակ ունենք, եւ կուզենայի ամփոփիչ խոսքով պարոն Միրանյան մեր ժողովրդին դիմեիք, թե ինչ եք ուզում ասել ժողովրդին։ Ամենաառաջինը կոնկրետ մեզ թվում է, որ իրենք պետք է անտարբեր չլինեն եւ մասնակցեն լոբիստական աշխատանքներին ֆինանսապես օգնելու համար, որովհետեւ բևեռը իր չնչին ժողովրդի կողմից հատկացված այդ գումարներով կարողանում է ինչ-որ ձևով պահել եւ խնդրած կլինենք, որ անպայման օգնեք նպաստեք այդ աշխատանքներին։ Մարգարիտ ջան, ես կենգրոս եմ, որովհետեւ գիտեմ ինչ կնե բևեռը այդ չնչին գումարներով եւ մենք պետություն չունենք, որ $50,000 ամսական դա հարգերեն եւ այդ միդի մսկվի աթրամը թերեսածո գեսնա թալանալա իրենց միջև քգրականներով միջև ով գիտե ուրեմն միակ հույսը ցիլեներ բևեռն է ասկային ժողովրդական բևեռն է որ միակն է որ պիտի կարողանանք ունենալ ասկային պետություն անշուշտ քիչ լավ գիտեք բևեռը գուսակցական վեր գուսակցական կազմակերպություն է ովևէ անց ովևէ գուսակցություն որ համացայն է գաղափարին միանալ ազատ անգախ Հայաստան գաղափարին կրնա միանալ պայման չէ որ գուսակցական այս կամ ոչ գուսակցական բևեռը արտեսակի կազմակերպություն ունի եւ բևերի խորհրդի անդամներում գենսակիրը ես շատ լավ գիտեմ անոնք ինչ ունին թղիակներ չունին Հայաստանի մեջ ռոզերներ չունին մերսեդեսներ չունին եւ ասան եւ իջանը ուրեմն ամենակարևորը որ մենք պետք է դեր գանք երկրին սպարտապար ունիկ պետությունը լա խորհրդարանի մեջ ինտիմատիր որոնք նույն նպատակին զարային նպատակը Հայաստանը կործանել է հիմա հետաքրական է կործանում Հայաստանը պիտի լավ ռուսական թե թուրքական ասեք գրիվը որ ես կդեսնեմ անգերձորեն բայց տարբերություն կա ինձ համար տարբերություն չկա ես եթե պիտի գործունեեմ երբեք տարբերություն չլա ռուսական ուրեմն մենք պետք է լանք ասկային ռուսյան քրավե կամ թուրքյան քրավե ինձ համար քրավված է ասել չէ հա ուրեմն պետք է եւ գզարմանամ հայ ենք մենք անցյալ ունենք մենք պատմություն ունենք մշակույթ ունենք մենք ունենք մարդիկ հոյակապ մարդիկ մենք անոնց ժառանգորդներն ենք մեր շարունակենք մենք մեր ժառանգությունը եթե մենք ոչնչանանք պիտի գործվենք Ամերիկայի մեջ Հայաստանի մեջ աշխարհի վրա պիտի լանք Թուրքիոսած մեջ մեկ հատ հայ պիտի բահեմ անաթանկարի մեջ որ ցույց տամ իդ պիտի լան ասեմ ցեզի Թուրքերու նպատակը ադե մենք թուրքերուն ազերիներ չենք կրնար բարեկամ ըլլալ վերջացած է ադիցիան մտքի մեջ տրեք անկարելի է մեկը որ կուկագսե քեզ մի փռնապարեմ մերցնեմ գինդ պիտի կորզածեմ չես կնար այդ անցին հետ բարեկամ ըլլալ ատկան ուրեմն աչասեցեք փևերին որ միակ ուժն է որ պիտի ազատե մեր երկիրը աս քաղոթեն աս բռնակրավում են անգերձորեն ուրիշ բան չեմ գնալ ասել ես կարև եւ մի հատ էլ հիշեցնենք ես կարող ագաթեմական քաղաքի մասին ըսի ես վախ ունիմ առաջինը որ այդ շենքերը բատնանը պիտի փլվին պիտի լան հարգապաշիներ ազերենու համար եւ թուք ժողովուրդը հարգը պիտի վճարեն անոնց որ ծրի փնագին եւ անոնք պիտի բռնապարեն ցեզ եւ պիտի կորցածեն ցեզ
եւ ոչինչ պիտի գրնագնել։ Ես ադոր գավրամ որ այդպես պիտի լա եւ ժողովուրդը պիտի մուտի մեջ մնա եւ երթան 50 տարի 100 տարի եւ Չենք թույլ տալու, պարոն Միրանյան, Մենք թույլ պիտի չտա, թևերը թույլ պիտի չտա։ Թևերը թույլ չի տալու եւ մի բան էլ հիշեցնեմ, որ դուք ասում եք Թուրքիա թե Թուրքիո տիրապետության թե Ռուսաստանի, բայց հիշեք, որ վերջին 300 տարում մենք մանրադրամ ենք եղել Թուրքի ու Ռուսի ձեռքին եւ իրենց սուտ կոնֆլիկտները լուծել են հայկական տարածքների հաշվին։ Եվ դրա համար էլ 300,000 քառակուսի կիլոմետրը մնացել է Սփյուռքի կողակտորը, ես էլ կուլ են տալի, իրար մեջ էլ կռիվ կանենք, ասեն վայ ես ճամփեն, ես վերցնեմ են ճամփեն, դու վերցնես, քանի չունենանք ազգային գլուխ, մենք այս մանրադրամի պես պետք է մանրվենք։ Օրինակը Սա է ամենամեծ օրինակը Գարսի Մոսկվայի դաշնակիրն է։ Դե հիմա այդ դաշնագրի արդեն վերջը եկել է, բայց ով է, պետք է պետություն ունենաս։ Որ ադեսը որ իրավական չէ, ոչ Թուրքիան պետությունն է Բոլորը գիտեն, որ իրավական չի, բայց եթե դու երկրի ղեկավարը ժողովրդի ձայնով չգնա իր իրավունքները, ով է անելու դա։ Ոչ Ամերիկայի պետք գնե, ոչ Եվրոպայի, ոչ մեկի։ Եվրոպան ուզում է օգնի, Ամերիկան ուզում է օգնի, բայց որ դու չես ուզում քեզ օգնես, ինքը ինչ ա։ Որովհետև զախված մարդիկներ են։ Դե հենց սա է հարցը, որ դանակը ոսկորին է հասել եւ հասել է պահը, որ եթե մենք ուշքի չգանք, մեկ անգամ եւս չունենանք 88-ի զարթոնքի նման ազգային զարթոնք եւ շատ հույս ունեմ, որ դա տեսնելու ենք, մենք ապագա չենք ունենալու։ Մեզ պետք է զարթոնք, ազգային զարթոնք եւ մեկ Սարդարապատ եւս։ Մայիսը ամիսն ենք, մայիսի 28-ին էլ մեր առաջին հանրապետության միակ հանրապետության, առաջին եւ միակ հանրապետության եւ հուսամ, որ մենք վերահաստատելու ենք մեր իրավունքները մեր Հայաստան Հանրապետության հողի վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ես համարում եմ Վիլսոնի իրավարար վճռով սահմանները, որը տալիս է Թուրքիայի հետ սահմանը եւ նաեւ ազգային լիգայի զեկույց հորդորով Արցախ եւ ամբողջ այդ շրջանները։ Տարածքները։ Մեր հայրենիքը։ Այո, մեր հայրենիքը։ Մենք վերագտնելու ենք, վերահաստատելու ենք եւ վերանվաճելու ենք մեր Հայաստանի Հանրապետությունը։ Այսով շնորհակալություն պարոն Միրանյան, մեր հաղորդումը մոտ է ավարտին, ժողովուրդ ջան, խնդրում ենք լոբիստական աշխատանքների համար ձեր աջակցությունը։ Նախապես շնորհակալ ենք, բարի գիշեր։